Երբեմն ստացվում է այնպես, որ բժիշկը եւ պացիենտը բուժառուն իրար լավ չեն հասկանում, ակնկալիքները միմյանցից չեն արդարացվում եւ արդյունքը լինում է այն, որ ունենում ենք հիասթափված բուժառու եւ չլուծված առողջական խնդիր։ Ինչպես խուսափել այս ամենից, կիմանանք այսօր նևրոլոգիկայի հերթական թողարկման ընթացքում։ Դուք Dr. Strom YouTube-յան ալիքում եք, մի մոռացեք բաժանորդագրվել մեր ալիքին։ Ես բժիշկ նյարդաբան Դավիթ Ալոյանն եմ եւ այսօր խոսելու եմ նյարդաբանական խնդիրներ ունեցող մարդկանց մոտ առաջացող իրավիճակների մասին, որոնցում կան կարմիր դրոշներ, red flag-եր, այսինքն հուշումներ, որ իրավիճակը ունենալու է վատ ընթացք եւ վատ զարգացում։ Ախտորոշման բացակայությունը առաջին red flag-ն է, քանի որ բավարար չէ ունենալ միայն բժշկի կողմից արված նշանակումներ։ Տարբեր ախտորոշումներ, տարբեր հիվանդություններ եւ առողջական խնդիրներ պահանջում են համապատասխան դեղորայք, իհարկե կա նաև բժշկի վարպետությունը ասվածը, կա որոշակի անհատականացված ընտրության սկզբունքը, սակայն կա շրջանակ։ Տարբեր հիվանդություններ եւ վիճակներ պահանջում են համապատասխան շրջանակի դեղեր։ Եվ որպեսզի պարզ լինի, արդյոք դուք ստանում եք ճիշտ բուժում եւ ընդունում եք ճիշտ դեղորայք, պետք է նախ եւ առաջ հստակեցված լինի ձեր ախտորոշումը։ Ախտորոշումը սովորաբար ընդունված է բանավոր տեղեկացնել մարդուն, սակայն ճիշտ աշխատանքը պահանջում է, որպեսզի նշանակման թերթիկի վրա, որը տրվում է բուժառուին, պացիենտին, որտեղ որ գրված է համապատասխան դեղորայքը, եւս գրված լինի ախտորոշումը։ Այն անհրաժեշտ է թե ձեզ համար, որպես բուժառուներ, որպեսզի իմանաք արդյոք ճիշտ բուժում եք ստանում, թե հետագայում այլ բժշկին, քանի որ քիչ չեն լինում դեպքերը, երբ մի մասնագետի հետ ձեր աշխատանքը չի հաջողվում եւ դիմում եք այլ մասնագետի։ Այս դեպքում այլ մասնագետի երկրորդ մասնագետի համար շատ կարևոր է հասկանալ, թե նախորդ բժիշկը ինչ խնդիր է ձեզ մոտ դիտել եւ ախտորոշել եւ ինչ խնդիր լուծելու տրամաբանությամբ են արված եղել ձեր նշանակումները։ Երբ չկա ախտորոշումը, այս պատճառը հետևանքային կապը կառուցելը դառնում է անհնար եւ բացի այդ անհասկանալի է լինում, թե ինչ դեղորայք եք ընդունում դուք եւ ինչի համար։ Երկրորդ red flag-ը նյարդաբանի կողմից այլ մասնագետներին անտեսելն է։ Իհարկե նյարդաբանական գանգատները շատ բազմազան են եւ բազմաթիվ են։ Նորից նշենք, ամեն տեսակի ցավ, ամեն տեսակի թմրացություն, գլխապտույտ, թուլություն, ընդհանուր միջև հոգեբանական գանգատներ դիտարկվում են որպես նյարդաբանական գանգատներ։ Հայաստանի Հանրապետության շատ մարզերում եւ բնակավայրերում չկան նաեւ այլ մասնագետներ, կան միայն նյարդաբաններ, իսկ որոշ տեղեր նույնիսկ նյարդաբաններ էլ չկան, եւ մարդիկ հաճախ առաջինը հենց դիմում են նյարդաբաններին։ Եվ շատ կարևոր է, որպեսզի նյարդաբանը հասկանա, թե արդյոք տվյալ գանգատը, որը կա բուժառուի պացիենտի մոտ, որևէ նյարդաբանական ախտորոշման մաս է կազմում, թե տվյալ բուժառուն ունի այլ մասնագետի դիմելու անհրաժեշտություն՝ սրտաբանի, ռևմատոլոգի, էնդոկրինոլոգի, հոգեբույժի եւ այլն։ Եվ եթե ձեր նյարդաբանը անարդյունավետ ձևով իրականացնում է ձեր բուժումը եւ համառորեն անտեսում է այլ մասնագետների դիմելու անհրաժեշտությունը, չի ուղղորդում ձեզ այլ մասնագետի խորհրդատվությունը անցնելու եւ կարծիք ստանալու, դա շատ կարեւոր red flag է։ Երրորդ red flag-ը այլ մասնագետների կողմից նյարդաբանների անտեսումն է։ Հաճախ է լինում այնպես, որ դուք ունեք զարկերակային բարձր ճնշում եւ ձեր զարկերակային հիպերտենզիան բարձր ճնշումը ունի կրիզային ընթացք։ Այսինքն անընդհատ ճնշման անկառավարելի բարձրացումներ են լինում։ Երբեմն ու ավելի հաճախ սա կապված է լինում այն բանի հետ, որ ճիշտ չի ընտրված ձեր զարկերակային ճնշման կառավարման դեղորայքը, քանի որ դեղերը տարբեր մեխանիզմով են ազդում եւ հավանական է, որ սխալ մեխանիզմով դեղորայք է նշանակված, որը թեև իջեցնում է ձեր ճնշումը, սակայն միշտ չէ, որ կատարում է իր գործը եւ պարբերաբար առաջանում են հիպերտոնիկ կրիզեր ասածը։ Սակայն քիչ չեն նաև լինում դեպքերը, երբ զարկերակային ճնշման բարձրացումները լինում են ճիշտ ընտրված դեղորայքի պարագայում, այն պատճառով, որ կան որոշակի նյարդաբանական խնդիրներ, որոնք որ նպաստում են ճնշման բարձրացմանը։ Եվ օրինակ այս դեպքում սրտաբանը չպետք է անտեսի նյարդաբանի գործոնը։ Եվ սրտաբանի կողմից նյարդաբանին անտեսելը եւ նյարդաբանական զննման եւ խորհրդատվության չուղղորդելը red flag է։ Կամ այլ օրինակ։ Դուք ունեք համակցված, կոմբինացված եւ ֆիզիկական եւ հոգեբանական գանգատներ։ Անտարբերություն, դեպրեսիա, տագնապ եւ միաժամանակ օրինակ գլխապտույտ կամ գլխացավ։ Հաճախ է լինում դեպքեր, երբ մարդիկ ամիսներ շարունակ ստանում են հոգեբուժի կողմից նշանակումներ կամ չեն դիմել հոգեբուժի,
անցնում են հոգեբանի կամ հոգեբուժի կողմից հոգեթերապիա, այսինքն ոչ դեղորայքային բուժում, սակայն նրանց ֆիզիկական գանգատները, գլխապտույտը, գլխացավը մնում են։ Եվ այս դեպքում նյարդաբանին անտեսելը եւ նյարդաբանի մոտ չուղղորդելը բժշկի կողմից, օրինակ հոգեբուժի կողմից, եւս red flag է։ Իսկ հիմա խոսենք բուժառուների եւ պացիենտների կողմից red flag-երի մասին, սա կարող է ավելի շատ հետաքրքրել բժիշկներին, բայց օգտակար կլինի նաեւ հենց բուժառուներին, որպեսզի բժիշկների հետ շփման ընթացքում այս red flag-երը ցույց չտան, քանի որ նման red flag-եր ցույց տալը կարող է բարդացնել բժշկի հետ ձեր աշխատանքը։ Առաջին red flag-ը բուժառուների կողմից։ Եղել եմ քաղաքի բոլոր նյարդաբանների մոտ կամ քաղաքի բոլոր էնդոկրինոլոգների մոտ։ Այս ձևակերպումը իհարկե ուռճացված եւ չափազանցված է, սակայն այս ձևակերպման մեջ բժիշկը կարող է տեսնել մի քանի խնդիր։ Առաջին խնդիրն այն է, որ եթե բուժառուն այցելում է շատ բժիշկների, ապա հավանական է, որ նա ունի որոշակի կարգապահության խնդիր։ Բուժումը միշտ բժշկի եւ բուժառուի համատեղ աշխատանք է եւ բուժառուից հաճախ պահանջվում է կարգապահություն։ Շատ խնդիրներ լուծվում են դանդաղ, շատ խնդիրներ պահանջում են, որպեսզի օրեր շարունակ, սկզբնական շրջանում, առանց շոշափելի արդյունքների եւ էֆեկտ ստանալու, բուժառուն հետևի իր դեղորայքային նշանակումներին։ Եվ երբ մի մասնագետից մյուս մասնագետ շատ արագ անցումներ են կատարվում եւ բուժառուն շեշտում է, որ եղել է բոլոր մասնագետների մոտ, դա կարող է վկայել այն մասին, որ նա հետևողական չէ իր բուժման ընթացքի մեջ։ Երկրորդ մտայնությունը այս արտահայտության հետ կապված այն է, որ օրինակ նյարդաբանական խնդիրների դեպքում, եթե տվյալ բուժառուն շեշտում է, որ ունի որոշակի ցավ եւ որոշակի թմրացություն, սակայն օբյեկտիվ հետազոտությունները ցույց են տալիս, որ խնդիր չկա, իսկ շատ մասնագետներ անելով համապատասխան բուժումներ արդյունք չեն ստացել, հավանական է, որ տվյալ դեպքում մենք գործ ունենք փսիխոսոմատիկ խնդրի հետ, եւ այս red flag-ը պետք է դիտարկել ոչ թե բուժառուից երես թեքելու նրանից հրաժարվելու տեսանկյունից, այլ այն տեսանկյունից, որ թեև նրա գանգատը նյարդաբանական է, բայց դուք նրա բժիշկը չեք։ Երկրորդ red flag-ը բուժառուի կողմից դուք մեր միակ եւ գլխավոր հույսն եք։ Այս արտահայտությունը հաճախ վկայում է անհիմն բարձր ակնկալիքների մասին, քանի որ շատ կարևոր է բժշկին հարգելը, հետևելը նրա նշանակումներին, համատեղ բժիշկ-բուժառու աշխատանք վարելը, սակայն առաջին հերթին յուրաքանչյուր մարդու բուժման գործընթացը կախված է իր կարգապահությունից եւ հետևողականությունից, եւ հաճախ երբ ասում ենք, որ բժիշկը մեր միակ հույսն է, ապա այս դեպքում գործ ունենք անհիմն բարձր ակնկալիքների հետ, այսինքն պատկերացնում, որ 1-2 օրում խնդիրը լուծվելու է եւ երբ լուծումը դանդաղում է կամ լուծումը ուշանում է, ապա այդ պարագայում, ինչպես որ ասում են, դուք մեր միակ հույսն եք, այնպես արագ էլ տեղի ունենում հիասթափություն եւ բուժումը մնում է կիսատ։ Այնպես որ իմ խորհուրդն է բժիշկներին այս red flag արտահայտությունը լսելիս կրկին ոչ թե երես թեքել բուժառուից կամ հակառակը բավարարել սեփական էգոն եւ համարել, որ դուք փրկիչ եք, այլ բացատրել բուժառուին, որ նյարդաբանական կամ ձեր մասնագիտական պրոֆիլի խնդիրները պահանջում են ժամանակ եւ համբերություն։ Եվ երրորդ red flag-ը ամենակարևորը թերևս բուժառուների կողմից բժիշկ-բուժառու հարաբերությունները եւ բուժման ընթացքը չպահպանելը եւ չհարգելն է։ Հաճախ շատերի մոտ պատկերացում կա, որ բժիշկն է այն մարդն է, ով պարզապես անում է որոշակի միջամտություն, օրինակ վիրահատական կամ եթե թերապևտիկ մասնագիտության բժիշկ է, նշանակում է իր դեղերը, ավելի կոպիտ ձևակերպմամբ պարզապես գրում է իր դեղերը։ Իրականում բժիշկ-բուժառու աշխատանքը շատ ավելի հետաքրքիր եւ բազմաբաղադրյալ է։ Ինչ են անում բժիշկը եւ բուժառուն միասին։ Առաջին հանդիպման, առաջին խորհրդատվության ընթացքում նախ եւ առաջ արձանագրվում է այն հավանական խնդիրը կամ խնդիրները, որոնք կան տվյալ մարդու մոտ, որոշվում են հետազոտության եղանակները, գործիքային հետազոտություններ, լաբորատոր անալիզներ, որոշվում են բուժման ընթացքը, հանդիպումների հաճախականությունը, ընդունվող դեղորայքային կուրսերի շարունակականությունը։ Եվ եթե դուք ուզում եք լավ արդյունք, ապա բնականաբար պետք է այս ամենը կատարվի բժշկի հսկողությամբ եւ բժշկի կարծիքը հարգելով ու հաշվի առնելով։ Եվ եթե դուք բժիշկ եք եւ ձեր բուժառուի կողմից նկատում եք ակումբ կամ տենդենս, ինքնուրույն հետազոտությունը անցնելու, դեղորայքային բուժման ժամկետները չպահպանելու, ինքնուրույն որևէ դեղորայք դադարեցնելու կամ նշանակվածից ավելի երկար ժամկետով օգտագործելու եւ ձեզ տեղյակ չպահելու, ապա մեծ է հավանականությունը, որ ձեր համատեղ աշխատանքը չի տալու ցանկալի արդյունքները։ Հիշենք մի կարևոր բան. դուք բուժառուներդ եւ մենք բժիշկներս հակառակ ճամբարներում չենք։
մենք համատեղ լուծում ենք ձեր առողջական խնդիրը եւ red flag-եր նկատելու դեպքում լավ կլինի եւ ճիշտ կլինի, որպեսզի այս ամենը բաց կերպով քննարկվի միմյանց միջև, որպեսզի չառաջանան բուժման ընթացքի բարդություններ եւ չլինի հերթական կիսատ թողնված բուժումը եւ հերթական հիասթափությունը բուժառուի կամ բժշկի մոտ։ Սա նևրոլոգիկայի հերթական թողարկումն էր, մի մոռացեք բաժան օգտագրվել Dr. Strom YouTube-յան ալիքում մեր մյուս բազմաթիվ թողարկումները բաց չթողնելու համար, կհանդիպենք։